Կողջունենք ձեզ գրգին, հարկերի ներկաներ, Աստակ լսարանի սիրելի բարեկամներ։ 76, այո, այսօր մեր 76-րդ հանդիպումն է եւ ինչպես գովաստներով արդեն լավադեղյակ եք, մեր այսօրվա հյուրն է դոկտոր Ապել Քահանա Մանուկյանը, գլխավոր քարտուղար Զիվիցերիա գրոններու խորհրդի եւ Ֆրիբուրգի համալսարանի դասախոս, նյութ ունենալով Եվրոպայի հայ ուսանողական միությունը եւ Ագնունին։ Խաչատուր Մալումյան։ Այսօր գենթացրեմ պիտի լսենք բավական հետաքրքրական մանրամասնություններ այս իմաստով եւ եթե պատրաստ եք դոկտոր Ապել, հարթակը ցերն է, հրամեծ եք։ Այո, նախ բարի ողջույն բոլորիդ, նախ շնորհակալություն Աստագի դնորենության, շատ սիրելի Շահանին, այսօրվա հրավերին համար, ինչպես նաև միասին այս բավական դժվար գործը կարգավորելուն համար։ Կընտրեմ, շնորհակալություն։ Չեմ գիտեր, եթե նշмарեցիք պատկարից, բաստարից խորաբատկերին վրա զետեղված լուսանկարը, ուրեմն ափսոս, որ այս գեղեցիկ դունը իմ առանձնադունս չէ, ան մեզի համար պատմական մշակութային եւ հոգեբանական մեծ նշանակություն ունի։ Այս առանձնադունը Ժնևի սրդի մեջ եղած 1892-ի մինչև սեպտեմբեր 1914 թվականը հայ հեղափոխական դաշնակցության պաշտոնաթերթի խմբագրադունն է։ Եվ մնացած է ինչպես որ եղած է, բարձրապես ասենք թե երեսաբադած են կամ ներկած են կամ մաքրած են, բայց կառույցը եւ հասցեն ամբողջապես նույնն է։ Ուրեմն եւ այս լուսանկարը անցամ կացի եւ 2 օր առաջ այսօրվա համար այս լուսանկարը վերցուցի, որովհետեւ խորաբատկերից վրա տնեմ բաստարին վրա եւ ավելի ներշնչող է։ Իրականության մեջ այս արգա նյութը պատրաստելը բավական ժամանակադար գործ մներ եւ ես ծանոթ էի այս նյութին անշուշտ, իսկ համապատասխան հոդվածն սովորականեն շատ ավելի երկար, նկատի ունենալով լսարանին դրամատրված ժամանակը ստիպված պիտի լամ թեգուզ կարևոր ու հետաքրքրական շատ մտեղեկություններ գրջադելու հուսալով, որ ասոր գրավոր դարբերակը իմ օդո գհրաբարակվի Աստակ օրաթերթի կամ սպիրկահայ մամուլի էջերուն մեջ եւ այսպես հետաքրքրվողներ ավելի ընդգրկուն կծանոթանան այս նյութին հետ։ Շատ կարևոր նյութ է մեզի համար, ասիկա, եւ սիրելի բարեկամներ, ուրեմն արգա ելույթը կանտրադառնա նյութը 19-րդ դարու վերջին եւ 20-րդ դարու առաջին քառորդին Եվրոպայի դարբեր համալսարաններու մեջ հայ ուսանողներու ներկայության Օսմանյան գայսրության եւ ցարական Ռուսիո փլուզման ժամանակահատվածի նախորյակին։ Խիստ հետաքրքրական է տեսնելու հբարդանալ այն փաստով, թե որքան ուսումնադենչ եղած է հայը թեգուս թժնտակ եւ զրկանքներու թարերուն Հայաստանի Ռուսիո եւ Օսմանյան գայսրության դարբեր քաղաքներեն թիմելով թեպի Եվրոպա առաջադար համալսարաններու մեջ ստանալու համար բարձրագույն կրթություն։ Առաջնահերթ նպատակ ունենալով ոչ միայն ուսմամբ եւ մասնագիտության մցերբերումով ապահովելու համար անձնական կյանքը, կորձը եւ այլն, այլև ծառայելու օդար բեդություններու իշխանության տակ հեծող բազմաճարծար հայ ժողովրդին Հայաստանի ազատագրության իրականացման, այլև անոնց շոշափելի ցուցանիշ հայոց անկախ պետականությունը վերագերդելու վառ գաղափարին։ Ուսանողներու այս միջավայրն էր, ըստապար դեղյակ եք, որ Ժնևի մեջ 1887 թվականին կազմավորվեցավ ընչակյան կուսակցությունը։ Եվրոպայի դարբեր համալսարաններու մեջ գտնվող հայ ուսանողությունը մեկ թրոշի տակ համախմբելու նվադագով Ավետիս Նազարբեգյան եւ Մարո Վարդանյան հավանաբար դեկտեմբեր 1886 թվականին կհրաբարակեն քույրերին եւ եղբայրներին խորակրով գոչմը ուզային կարակեն Եվրոպայի հայ ուսանողական շրջանակներում Փարիզ, Մոնպելիե եւ այլն, որովհետեւ անոնք անդամակցին արդեն հոկտեմբեր 1886 թվականին Ժնևի մեջ կազմավորված իրենց հեղափոխական ընկերության։ Այդպես այս կոչը անարսական կմնա, արդյունք չունենար եւ չի դառնալ այն առանցքային հաստակը, որուն շուրջ պիտի համախմբվեր Եվրոպայի հայ ուսանողությունը։ Սակայն հակառակ այս փաստին, շնորհիվ Եվրոպայի դարբեր համալսարաններու մեջ հայ ուսանողներու աջող թիվերուն
գարիկը հետս է ավելի ըսկալի կդառնա ի վերջո ստեղծելու գազագերբությունը, որուն հովանի ներքո կարելի պիտի լա համախմբել ուսումնադենչ երիտասարդությունը։ Սույն նպատակի իրականացման առաջին նախաձեռնողները կհանդիսանան 1880 թվականին Գերմանիո Լայպցիգ քաղաքի մեջ կազմավորված հայ ակադեմիականներու միության անդամները Armenisch Akademischer Verein, որոնք արդեն ունեին որոշակի փորձառություն։ Անոնք իրենց շարքերեն գտրեն 4 անդամները փաղկացած հանձնախումբը, նախադեсված միության համար ծրագիր մշակելու եւ Եվրոպայի հայ ուսանողներու ընդհանուր համակարգումը իրականացնելու նպատակով։ Սույն առաջադրանքը գիրականանա 12-ին 15 ապրիլ 1897 թվականին Հայդելբերգի մեջ, ուր միաժամանակ կհիմնադրվի Եվրոպայի հայ ուսանողական միությունը։ Որքան բարեպաստիկ երևույթ է, որ սույն միությունը 1899 թվականին Վիեննայի Մխիթարյան միաբանության դպարանեն կհրապարակե դեղեկագիր Եվրոպայի հայ ուսանողական միության խորագրով դեդրակմը, ուր համապարփակ տեղեկություններ կհաղորդե Եվրոպայի հայ ուսանողական միության առաջին եւ երկրորդ համագումարներուն մասին։ Ինչպես վերոքրյալ ակնարկվեցավ, Եվրոպայի հայ ուսանողական միության առաջին նիստը կգումարվի 12 ապրիլին Հայդելբերգի մեջ, մասնակցությամբ 22 ուսանողներու։ Նույն օրը երեկոյան եւ հառաջիկա նիստերուն իրենց մասնակցությունը կբերեն 24 ուսանողներ, սակայն մինչև համագումարին ավարտը 15 ապրիլին անոնց թիվը կնվազի 14-ի։ Այսպես Եվրոպայի հայ ուսանողական միության առաջին համագումարը գունենա 8 նիստ, որոնց ընթացքին կներկայացվի դասախոսություններու շարքը հետևյալ նյութերով. Ասկայնության մասին ընդհանրապես եւ ասկայնությունը մեր մեջ մասնավորապես, հավասիկ մեկ դասախոսություն, երկրորդ հայերենի նվագայնության եւ գոկության մասին, երրորդ գոյության գրիվը եւ բարոյականություն, չորրորդ հասարակական պատասխանատվությունը անհատական հիվանդությունների դեպքում։ Հինգերորդ դասախոսությունը, որ մի ներկայացվեր 8-րդ եւ վերջին նիստին ընթացքին, կչնչվի ժամանակի սղության պատճառով։ Ափսոս, որ ընդհանրապես կարելի չեղավ ճշտել նշված դասախոսության հեղինակները, քանի դեղեկագիրը կհաղորդե դասախոսներուն անման միայն առաջին դարը եւ ոչ ամբողջական անունն ու մականունը։ Անշուշտ յուրաքանչյուր դասախոսություն առիթ կուտա հարցադրումներու եւ աշխուժ քննարկումներու վիճակահանություններու եւ այլն։ Այսպես համագումարին առաջնահերթ նպատակները մին էր քննարկել Լայպցիգի ուսանողներուն կողմէ առաջադրված կանոնակրությունը, որբեսի Եվրոպայի հայ ուսանողական միությունը դառնա իրավական մարմին ու օժտվել գարենա կորձող համագարկովը։ Փոփոխության քանի փոքր առաջարկներ որդեգրել է յետ համագումարը կբավերացնի արգա կանոնակրությունը։ Անոր հոդվածները վերադեսելու կամ ավելցնելու իրավունքը կվերաբահվի հաջորդ համագումարներու ցայներու 3-4 մեծամասնությամբ առնվելիք որոշումներում։ Բացաստի հարկ կնկատվի Եվրոպայի մեջ տարեկան 1 կամ 2 համագումար իրականացնել, որոնց կազմակերպչական աշխատանքը պիտի նախապատրաստեր 4 հոգիե փաղկացած ընդրյալ աշխատանքային հանձնախումբը, որուն անդամները պետք է լային որոշակի համալսարանի ուսանողներ։ Բարեկամներ, Եվրոպայի հայ ուսանողական միության սույն համագումարի կարևորագույն առաջադրանքներն միներ նպատակներու ձևավորումը, որ քոյության պատճառը raison d'être պիտի հանդիսանար այս համաժողովին։ Առաջին բարոյական եւ մտավոր շփում առաջացնել հայ ուսանողական խմբերի եւ ուսանողների մեջ։ Երկրորդ անձնական ծանոթություն մեկզմեկու հետ եւ երրորդ ընդհանուր իդեալներ զարթեցնել ուսանողության մեջ։ Այսինքն համագումարին կորզունեությունը նպատակաուղղված է նպաստելու Եվրոպայի հայ ուսանողական մտավոր եւ բարոյական փոխանակման, ուսանողներու եւ ուսանողական գազագերբություններու հետ անձնական եւ մասնակիտական սերտ կապերու հաստատման
եւ ընդհանուր իդեալներու ձևավորման համար։ Եվրոպայի հայ ուսանողական միության երկրորդ համագումարը իրականացնելու համար արդեն Հայդելբերգի մեջ որոշվի կազմակերպչական աշխատանքը վստահիլ Փարիզի ուսանողներուն, սակայն ներքին համաձայնություններու պատճառով անոնք կծախողին, ուստի գործը կստանցնե Բերլինի ուսանողներուն խումբը։ Արդարև 26 մարտ 1899 թվականի երեգոյան աշխատանքային գարկատիր հանձնախումբի կազմած օրագարկին համաձայն դեղու գունենա մասնակցող անդամներուն ողջունումը գրգին Հայդելբերգի մեջ։ Ինչու համար Հայդելբերգ նկատի ունենալով շատ մասնակիցներու համար այդ քաղաքին ասենք ճամփորդական թյուրամատչելիությունը։ Հաջորդ օր գուկումարվի համակումարի առաջին նիստը, փաստորեն ընդամենը 8 նիստ, որ կդեվե 27-ին 31 մարտ, սկիզբը 15, ապա մեջ ավելնալով մինչև 21 ուսանողներու մասնակցության։ Նախորդ համակումարին նման նկատի կառնվի դասախոսություններու շարքը, որոնք կներկայացվին հետևյալ խորագրերով։ Ես խորագրերը գտամ, որ տեսնենք, որ հետո ինչ զարգացում պիտի ստանա, ինչ ուղղություն պիտի առնե այս Եվրոպայի հայ ուսանողական միությունը։ Առաջին պատմությունն ու պատմական ուղղությունները նոր ժամանակներում, երկրորդ հայ համալսարանականի գոչումը, երրորդ Դաչկա Հայաստանի հայ երիտասարդությունը։ Բնականաբար ներկայացված նյութերը կունենան հարցադրումներ եւ շահեկան քննարկումներ։ Այս արդիվ կարևոր կնկատվի ուսանողական բարբերաթերթիմը հրադարագությունը, որբեսի վիճակագրական կարևոր նյութեր եւ համապատասխան դեղեցություններ հաղորդե Եվրոպահայ ուսանողության մասին, ինչպես նաեւ իր էջերում մեջ ամփոփե գայացած համակումարներուն դեղեկագրությունները։ Այս կնշանակվի մասնավոր հանձնախումբը, որ մինչև համակումարին վերջը պատրաստ է բարբերաթերթ հրադարագելու նախագիծը։ Համաձայն ներկայացված սույն նախագիծին համապատասխան աշխատանքային գարկատիր հանձնախումբը պիտի ստանցնե բարբերաթերթը պատրաստելու եւ խմբագրելու աշխատանքները։ Դեղեկատվական մամուլը, որ պիտի գրե դեղեկագիր Եվրոպայի հայ ուսանողական միության անունը։ Համակումարին մասնակցող Ժնևի ուսանողները կներկայացնեն, նայեցեք, այս պահը կարևոր է մասնավոր ցերուշադրության պիտի ասեմ։ Ժնևի ուսանողները կներկայացնեն կարևոր առաջարկը, հարկ նկատելով գիտական աշխատանքներու թարգմանության, նաև քրկույկներ պատրաստելու գործունեության, Եվրոպայի հասարակական կարծիքին վրա աստելու եւ հայ ժողովրդին վիճակը Օսմանյան կայսրության մեջ ցանոթացնելու իմաստով։ Չի բացառվիր միաժամանակ օդար լեզուներով հրադարագել հոդվածներ եւ ուսումնասիրություններ հայոց պատմության, լեզվի, մշակույթի, Հայաստան աշխարհի եւ անոր թիմակրաբաց արդի մարտահրավերներուն մասին։ Բարեկամներ, նկատի ունենալով, որ դակավին այդ ժամանակ համակումարին հիմնական ծրագիրը միայն ուսանողական եւ ուսումնական հետաքրքրություններու կհացում տալներ, Ժնևի ներկայացուցիչներուն կհանձնարարվի մշակել սույն առաջարկը եւ պատրաստել համապատասխան նախագիծը զայն ներկայացնելով աշխատանքային գարկատիր հանձնախումբին, որ միաժամանակ պիտի հանդիսանա Եվրոպայի հայ ուսանողական միության հաջորդ համակումարը նախապատրաստող մարմինը։ Արդարև այս համակումարն նախորդի նման իր կանոնադրության նպատակի մեջ գլխավորապես կշեշտե մեկ իրողություն։ Բարոյական եւ մտավոր հաղորդակցության մեջ տնել հայ ուսանողական խմբերը եւ ուսանողները սոցիա իրար հետ անձնական ցանոթություններ անելուն նպաստել եւ ընդհանուր իդեալներ զարթեցնել ուսանողության մեջ։ Կտեսնենք, որ համակումարին մասնակցող ուսանողները մասնավորապես Գերմանիո ներկայացուցիչները դակավին կսկուշանային համակումարին գուսակցական, քաղաքական, հատկապես այդ ժամանակ աջող սոցիալ-դեմոկրատական երանգավորում մտալ է, աշխատելով առայժմ զամբայել զուտ ուսանողական, կիդա ուսումնասիրական եւ ապագուսակցական բնույթ ունեցող կառույցը։ Եվրոպայի հայ ուսանողական միության երրորդ համակումարը կկայանա 12-ին 15 հոկտեմբեր 1900 թվականին։
Հակառականոր, որ այս համակումարը նախապատրաստելու աշխատանքը պիտի հանձնվեր Լայպցիգի կամ Բերլինի ուսանողության, զայն կստանցնե Ժնևի ուսանողությունը, ընդ որում գորոշե նաև երրորդ համակումարին գայացման վայրը Ցյուրիխ, Շվեյցարիա։ Համակումարի մասնակցողները մեծավ մասամբ գերմանական համալսարանների ուսանողներ են, իսկ Շվեյցարիայեն միայն երկու ներկայացուցիչ, Ավետիս Սահարոնյան, Լոզանի համալսարանեն եւ Խաչատուր Մալումյան, Ձանոտ Էդգար Ագնունի ծածկանունով կամ քրճանունով Ժնևի համալսարանեն։ Այս ընթացքին կներկայացվի միայն 3 դասախոսություն հետևյալ նյութերով. հայ ընտանիքը Ավետի Սահարոնյան, միության փերած ուղությունը Սարգսյան, քաղաքական քրագանությունը հայերի մեջ Խաչատուր Մալումյան, Ագնունի։ Ըստույք վերոքրյալ նյութերը նույնպես կարժանանան աշխույժ քննարկումներու եւ լուսաբանություններու, սակայն հոս առավել եւս հետաքրքրական է դիտարկել այն կարևորագույն փոփոխությունները, որ կներարվին համակումարի կանոնադրության նպատակին մեջ։ Առաջին, լավ, բարոյական կապ հաստատել Եվրոպայի հայ ուսանողների եւ ուսանողական խմբերի միջեւ։ Ուրեմն առաջին երկու համակումարներեն տարբերությունը չի կա։ Այս է նպատակը։ Երկրորդ, հոս կարևոր է նպաստել նրանց ծանոթությանը հայոց կյանքի եւ մասնավորապես հայերի քաղաքական կացության մասին։ Երրորդ, ցկտել հայերը ծանոթացնել եվրոպացիներին եւ չորրորդ, հրադարագել հայոց հարցին վերաբերյալ եւ նույն հարցին նպաստող ինքնուրույն եւ թարգմանական գիրքեր հայերեն լեզվով, նույնպես եւ օդար լեզուներով։ Ահավասիկ նկատելի է կանոնակրային հսկա փոփոխությանը շնորհիվ առավելապես Ժնևի հայ ուսանողներու թափած ջանքերուն, որոնց հեղինակավոր խաղապարախոսն ու առաջնորդներ Ձանոտ ազգային հասարակական գործիչ, դաղանթավոր, հրապարակախոս, փեմփասած եւ ոգեշնչող հրեդոր Խաչատուր Մալումյան, Էդգար Ագնունի։ Բարեկամներ, անդրադառնալով Եվրոպայի հայ ուսանողական միության երրորդ համակումարին եւ կանոնակրային փոփոխություններուն պետք է նշել, որ անոնք համակումարի ավարտին կդպակրվին եւ առանցին շրջափերականով գուղարկվին Եվրոպայի տարբեր քաղաքներու մեջ ծանոթ հայ ուսանողական շրջանակներու եւ համալսարանական ուսանողներու 25 նոյեմբեր 1900 թվականին։ Սույնը մինչև հունվար 1901 թվականը ուսանողներու կողմէ գտնելով ընդհանուր համաձայնությունը արդեն բավերացված կնկատվի։ Միայն Մարսիլիո եւ Փարիզի թրքահայ ուսանողներն են, որոնք մերժողական թիրք կցուցաբերեն կանոնակրային այս փոփոխություններուն հանդեպ, մեկնոլով այն դժվարություններն, որոնք պիտի ծառանային իրենց արչեւ, ուսումը ավարտել է Թուրքիա վերադառնալու բարակային։ Այս մասին անդրադարձ պիտի ելա ավելի ուշ։ Վերադառնալով երրորդ համակումարին պետք է ընդգծել, որ ան այսուհետև դուրս կուկա նախորդ ուսանողական միանգամայն չեզոք, զուտ, ուսումնական, ակադեմիական եւ սահմանափակ նպատակը հետապնդել է, ստանցնելով ազգային շահերուն եւ հայկական հարցի թրական լուծման նպաստելու գործունեության։ Ինչպես կարելի է անդարբերել իդես սուլտանական զանգվածային գոդորացներուն, որոնցով դարձավ ավելի քան 300,000 արևմտահայությունը, ցուլումները դեռ չհաշված, որ մինչև 5 միլիոնի կհասնի մահմեդականացումները եւ մնալ սառնարյուն հանդեպ այն բռնաճնշումներուն, որոնք սկենթարգվեր Կովկասահայությունը ցարական Ռուսիո դիրակալության տակ։ Արդարև համակումարը աշխատանքային հաստախումբին գից կնդրե նաև 5 ուսանողները կազմված լիազոր կոմիտեմը, որ պիտի կարգավորեր առաջադրված լուրջ աշխատանքը հայ եւ օդար լեզուներով հրատարակել հայանպաստ քրականություն, նաև եվրոպական մամուլի մեջ հոդվածներ եւ տարբեր քաղաքներու մեջ կազմակերպել դասախոսություններ Եվրոպայի հասարակության ուշադրությունը հրավիրել գարինալու համար Օսմանյան գայսրության եւ ցարական Ռուսիո դիրակալության ստակ հեծող հայ ժողովրդի թարն ճակատագրին վրա ցևավորել չանալով հանրային գարձիկին վրա թրական
աստեցությունը դպավորությունը Եվրոպայի ուսանողական միության 4-րդ համակարգի մասին խոսել է առաջ, այստեղ ավելորդ պիտի չլա թույլ տալ նյութեն որոշակի դարաշեղումը, քանի որ հիշեցի Խաչատուր Մալումյանը Ագնունին, անդրադառնալով իրանցին կորձին, մասնավորապես նկատի ունենալով անոր աստու թերագադարությունը Եվրոպայի հայ ուսանողական միության կորձունեության զարգացման մեջ։ Ուրեմն այս խորակիրը քրողը ստեղծագործողը եւ նահատակը Ագնունի։ Ագնունի Ժնև գժամանե 1898 թվականի աշնանային ամիսներուն։ Գպնակի Rue de l'École de Chimie երկու հասցեն ոչ հերու թրոշակի խմբակրատունեն։ Ագնունի 1899 թվականի ամառնային գիսամյակին իբրևուսանող Կարցանակրիվի Ժնևի համալսարանի քրագանության եւ հասարակական գիտություններու բաժինը, ուր գշարունակե ուսումը մինչեւ 1904-1905 թվականի ծմերնային գիսամյակը։ Իսկության մեջ ինք Ժնև գուկա հիվանդութենեմը ետ կաստուրվելու նպատակով, ուր վերստին կհանդիպի հայ հեղափոխական Տաշնակցության երամեց հիմնադիրներեն Քրիստոֆոր Միքայելյանին ու անգե ամբողջ էությամբ կդոկորվի Տաշնակցության քաղաքապարախոսությամբ։ Մինչև Ժնև ժամանելը ան տաշնակցական շարքային մջեր, հագարականոր որ գվագայվի թե ինք Թիֆլիսի մեջ մասնակցած էր հայ հեղափոխական Տաշնակցության հիմնադիր ժողովներուն։ Ինչպես հայտնի է Ագնունի, Թիֆլիս եղած շրջանին արդեն ուշակրավ հոդվածներ կստորագրեր մշակ թերթի մեջ։ Հրաբարակրական դաղանթը, որ հիրավի անուներ, եւ այժմ Ժնևի մեջ կներկրավվի թրոշակի աշխատանքներուն մեջ ու կհրաբարակե Կովկասյան խաբրիկներ հոդվածաշարքը, նաեւ ուրիշներ Էդվար Ագնունի կրճանունով։ Ագնունի Դագավին 1902 թվականին սկսյալ Ժնևի եւ Փարիզի մեջ չերմ գաբերգը մշակե Եվրոպա գտնվող բոլոր հակասուլտանական ուժերու, հատկապես այսպես կոչված վտարանտի երիտուրք ներկայացուցիչներու հետ։ Անգնաբաստե երիտուրք ընտիմատիրներու համակումարի գազմագերման կորձին, որտեղի գունենա Փարիզի մեջ նոյեմբեր եւ դեկտեմբեր 1907 թվականին։ Հոնգը բանակցի երիտուրք ղեկավարներու հետ, ստանալով լոկ այն հավաստիկը, թե Օսմանյան սահմանադրության վերահաստատումեն յետք, հայ բնակչությունը ասկային այլ փոքրամասնություններու հետ պիտի ստանա ինքնավարության համահավասար որոշ իրավունքներ, մնալով Օսմանյան պետության գազմին մեջ, սակայն հայ հեղափոխականներու հայկական անկախ պետությունը ստեղծելու երազը կմնա անիրագործելի։ Երիտուրքերու 1908 թվականի այսպես կոչված ճակերտներու մեջ հեղափոխութենեն եւ Օսմանյան սահմանադրության վերահաստատումեն յետք նույն թվականի օգոստոսին, ինչպես հայ եւ օդարշատմը հասարակական քաղաքական գործիչներ ու մտավորականներ, նաեւ Ագնունի գմեկնի Կոստանդնուպոլիս, ուր գտարնա ամենահեղինակավոր գործիչներեն մին հայ հեղափոխական Տաշնակցության եւ երիտուրք pedagogan այրերու միջև քաղաքական գործակցություն ապահովելու ուղղությամբ 1901-1915 թվականներուն անգնդրվի հայ հեղափոխական Տաշնակցության արևմտյան բյուրոյի անդամ։ Սակայն Գիլիգիո եւ հատկապես 1909 թվականի Ադանայի չարտերեն յետ հայ հեղափոխական Տաշնակցության ղեկավարության ընդ որում Ագնունի ունեցած սկզբնական խանդավառությունը գվերածվի ծանր հուսախաբության։ Մեծ աղետիմը գանխանշանները կսկսին ուղղակի բացորոշ դառնալ։ 1910-11 թվականներուն Ագնունի գմեկնի հյուսիսային Ամերիկա, վստահ եմ ծանոթ եք, այնտեղ ուրեմն քաղաքական գործիչներու հետ կհանդիպի, հատկապես հայկական հարցի վրա իրենց աստեցությունը կամ ուշադրությունը հրավիրելու համար եւ նաեւ Ռուսիո մեջ 260 հայ քաղաքական բանդարյալներու համար, որբեսի անոնք ազատ արձակվին իր աշխատանքը գտանի եւ կգազմագերբե նաեւ անոնց համար համապատասխան դրամահավաք։ Իր կարևոր գործերեն մեկը Ամերիկայի մեջ, Նյու Յորքի մեջ կհաստատե կանանց միութենե գազմված Տաշնակցության Գարմիր խաչի, ուրեմն
գառույցը հաստատությունը 1910 թվականին, որ հետակային հայ սպիրտի դարածքին այսօր նաև հայրենիքի մեջ պիտի ջանցվեր հայ օգնության միություն կամ հոմանունով։ 1913 թվականին Ագնունի գայցել է Եգիպտոս եւ հատկանշական է այս հանդիպումը, որ կկազմակերպվի Կահիրեի Բրիտանիա թատրոնի մեջ եւ այս հարթիվ դիկրան գամսարական կնշե բարոն Ագնունին համբավը կանխած էր իր կալուստը։ Չեմ գիտեր, որ մեծ փեմփասացմը անբանեզինք թե ըզմայլելի կարոզիչմը, որովհետև կհավատամ, թե այսօրվան մեծ հավաքույթը մեզի բերած իր հզոր շունչին կբարդինք։ Նախքին մեծ զորականիմը նման որ ասած էր եկա տեսա ու հաղթեցի, բարոն Ագնունի գրնա ասել եկա, խոսեցա ու հմայեցի։ Կսեն թե խոսքով քորդ չլար, բայց ահա բարոն Ագնունի խոսքով կգադարե այս ասկաշեն կորձը։ Սակայն նույն դարին դենթակին լարվածություն մգաջի երիտուրք ղեկավարության վրա, երբ մայիս 1913 թվականին ցարական Ռուսիա և կայսերական Գերմանիա ճնշում կփանեցնեն երիտուրքերու Թալատ, Էնվեր և Ջեմալի հրաբեդության վրա, հայապնակ կավարներուն մեջ իրականացնելու համար առաջադրված բարենորոգումներու նախագիծը։ Եվ ըստ որում այդ նախագիծի պատրաստության մեջ հայ հեղափոխական պաշտպանությունը մեծ դեր ունեցած է։ 8 փետրվար 1914 թվականին երիտուրքերու իշխանությունը ի վերջո կստիպի ընդունել այս նախագիծը, սակայն անոր ներսիտին հայ ժողովրդին հանդեպ ադելության զգացումները կդառնան ուղղակի սպառնալի եւ մահահոտ։ Բայց թող ներվի ասել ձայրահեղ նենքությունը եւս քախնի բահել գարենալը զիևզայն բարեհամբույր ժպիտներու յետին զոհին արչև թաքցնելն ալ հadouk արվեստ մնե գրեհկության ուղղակի բարձրակույն մագարտակը ահա այսպես էր Թահիջը իսկ այսպես անցնադուր թշպախտապար զողը 1915 թվականին հայոց դեմ ցեղասպանության ծրագիրը սկիզբ կառնե ուղղակի կոսանտնու բորսո մեջ հայ մտավորականության եւ քաղաքական ընդրանիի չեզոքացումով այս ոլորտին կպատկաներ նաեւ Ագնունի որ կցերպակալվի ապրիլ 24-ի լույս 25-ի գիշերը եւ կաքսորվի Այաշ Ուսկ 2 հունիս 1915 թվականին Տիգրանագերդի մեջ ռազմական ադյանիմը ներկայանալու բادرբագով Ճամփա կհանվի 5 այլ ընկերներու հետ Զարտարյան, Խաժակ, Սարգիս Մինասյան, դոկտոր Նազարեթ Տաղավարյան եւ Հարություն Ջանգյուլյան։ Ու կսպանվի Սևերեգի մեջ դեղագայված Թեշկիլետը Մահսուսա, այսպես կոչված ճարտարար հadouk ճոգադիմը կողմե Սևերեգի եւ Ուրֆայի միջև ընկած ճանապարհին։ Բայց արի եւ դես ճակատագրին հեքնանքը Երբ 1909 թվականին Սուլտանամետ ուժեր փորձեցին հեղաշրջումը կատարել երիտուրքերու իշխանության դեմ, Թալատ Ագնունին բնակարանը կապստանի, ազատելու համար իր կյանքը թուրք մոլեկնած հեղափոխականներու վրեժխնդրութենեն։ Թեպի Այաշ ակսորի ջամփուն Ագնունի դագավին համոզված էր, թե Թալատ ազնիվ մարդ էր, քանի որ ցերպակալվել է եւ թեպի Այաշ ակսորվել է ընդամենը թե 2 շաբաթ առաջ ան ապակիման այցելությունը տված էր իրեն, երբ Ագնունի հիվանդ էր։ Բազմաթիվ հոդվածները բացի, որոնք լույս տեսած են ժամանակի հայ մամուլի զանազան թերթերու եւ բարբերաթերթերու մեջ, Ագնունի մեզի ժարանք ցկած է նաեւ քրական հարուստ թողոնը, հիմա խորակրեր պիտի չդամ, հետո կարելի է ասենք թե գարտալ այս բոլորը։ Բարեկամներ, ուրեմն գրգին կվերադառնամ Եվրոպայի հայ ուսանողական միության համակումարներուն, կգուկամ 4-րդ համակումարին, որ կգայանա 4 ապրիլ 1901 թվականին Գերմանիա Մյունիխ մետրոպոլ բանտոգի հանդիսություններու դահլիճին մեջ մասնակցությամբ 48 ուսանողներու եւ գունենա 16 նիստ։ Սույն համակումարը թե իր թվային ներկայությամբ, թե ներկայացված դասախոսություններով եւ թե առնված որոշումներու արդյունավետությամբ կվսակվի աննախընթաց հաջողությամբ։ Համակումարը նախապատրաստված էր Ժնևի ուսանողական աշխատանքային գարկատիր հանձնախումբին կողմէ
ներկայացնելով խիստ եւ միանգամայն հայաշունչ օրագարկը։ Համակումարի ներկայացված նյութերուն բերումով միանշանակ ակնհայտ է Ժնևի ուսանողական շրջանակներուն եւ մանավանդ հայ հեղափոխական դաշնակցության ազգային քաղաքախոսության փոքրված երիտասարդության ներդրումն ու թերագշրող աստեցությունը համակումարի նախապատրաստական աշխատանքներուն, նաեւ անոր դեպողության ամբողջ ընթացքին։ Նիստերուն մեջընթեջ կներկայացվին առաջարկներ, որոնք արժանի են հիշատակության, բարձրապես պատկերացնելու համար ժամանակի հայ երիտասարդներուն հետաքրքրությունները եւ ամենալուրջ խնդիրները։ Առաջին հայերի վիճակը Կովկասում, երկրորդ համագրություն պրո-Արմենիային, երրորդ գապ Ռուսաստանի եւ Ամերիկայի հայ ուսանողների հետ, այսինքն փորձ կա այսպես ծևով միջազգային իմաստով չմնալ Եվրոպայի միայն տարածքին, այլ տարածվել մինչև Ամերիկա, դերևս համահայկական ուսանողական միությունը ստեղծելու հերանեկարով։ Չորրորդ կետը համագրություն մագետոնական կոմիտեին եւ հինգերորդ կետը թուրքահայ օրիորդները եւ փարսակույն ուսում։ Համակումարին ներկայացված սույն առաջարկները աշխույժ կքննարկվին եւ դրված կվեներու մեծամասնության համաձայն կօրթեգրվին համապատասխան որոշումներ կամ գործունեության ուղեկից։ Վերոքրյալ առաջարկներում մեջ կարժե անդրադառնալ համագրություն մագետոնական կոմիտեին նյութին, որ բերած են Ժնևի ուսանողները։ Ազատագրական պայքարին եւ հեղափոխական գործի մեջ հետը ընթելուզված Եվրոպայի հայ ուսանողական միության անդամները ընթացքին բնականաբար սերտ կապերը ստեղծած են Եվրոպայի ուսանողական օդար այն բոլոր շրջանակներուն հետ, որոնք նույն պայքարը կմղեին ցարական եւ սուլթանական իշխանությանց դեմ։ Անոնց շարքին էին ահագին թիվով թուրք եւ մագետոնացի ուսանողներ։ Մագետոնացիք հատկապես, որոնք ոչ պակասական հայերն ու Օսմանյան կայսրության այլ փոքրամասնությունները կհեծեին սուլթանական իշխանության ներքո, հերոսական պայքար կմղեին թոթափել կարենալու համար թրքական լուծը։ Այս խորաբատկերին վրա պետք է դիտել համակումարին ներկայացված համագրության առաջարկը, զորակցության առաջարկը, արդարև համակումարը գորոշ է տեղվին վրա իսկույն զորակցության հերակիրը եղել Փարիզ պրո-Արմենիա թերթին եւ Սոֆիա մագետոնական բարձր կոմիտեին հետևյալ փոխանցությամբ հերակիրը։ Եվրոպայի հայ ուսանողական միության համակումարը գայացած Մյունխենում արտահայտում է ցեզ յուր խորին համակրանքը։ Թուրքական բռնության զոհ Հայաստանի զավակները կանգնած արյուն լվա հայրենիքի առջև անկարող են չհիշել արյան, գրվի եւ հույսերի երկրորդ հայրենիքը Մագետոնիան։ Դժբախտությունը մեզ միացրեց, թող այդ միությունը լինի ավելի ամուր ընդհանուր գրվի մեջ, ողջույն ազատ Մագետոնիային։ Մագետոնիական կամ մագետոնական բարձր կոմիտեն չի զլանար Սոֆիային իսկույն հղելու պատասխան հերակիրը։ Եվ այս հերակիրը դեղվին վրա ամիջապես ստանալով հաջորդ օր կգարտացվի։ Խորապես հուզված ուղարկում ենք մեր անկեղծ շնորհավորությունները մեր թշպախտագից եղբայրներին։ Չենք սիճանի ոչ մի ճնշման եւ ոչ մի ուժի առաջ եւ կշարունակենք մեր ազնիվ պայքարը ազատության համար, հբարտ գրվելու մոդիկ աբակայում ընդհանուր թշնամութեմ Քաչարի հայերի հետ։ Գեցե ազատ Հայաստան։ Վերոքրյալ նշվեցավ, որ Ագնոնի նախագահ հանդրված էր 4-րդ համակումարի, հետևաբար ինքն է, որ կկատարի համակումարին բացումը, հայտարարելով վարգյամը հոդնգայս հարկանքի դուրք մատուցանել հայ ազատագրական շարժումի 10-ամյակին եւ ազատագրության արյունանետ թրոշինդակ ինգնած հայ հերոսներու հիշատակին։ Այնուհետև անգներկայացնե ընդարձակ համարադվությունը, անդրադառնալով նախապես տեղի ունեցած համակումարներուն եւ ներկային հետ կապված նախապատրաստական աշխատանքներուն վերաբերյալ։ Ամբարձր կգնահատե Եվրոպայի հայ ուսանողական միության ազգային գործին մղվելու նոր արևելումը եւ հանելով նաեւ կանոնակրության նախագիծի մեջ նկատի առնված
փոփոխությունը հայերի քաղաքական գացության հետաքրքրվելու բանջը ուրեմն գնդգծե Գագուդոնի ասիգա Սույնը ինչպես նախապես նշվեցավ հավանություն կդավ ուսանողական լայն շրջանակներու մեջ եւ բավերացված նկատվեցավ 1901 թվականի հունվարին Հիշած էին նաև, որ համակումարին ասկային քաղաքական գործունեություն ծավալելուն թեմ արտահայտված էին Մոնպելիեի եւ Փարիզի թրքահայ ուսանողները իրենց 28 դեկտեմբեր 1900 թվականի նստորագրած նամակով Արայս Ագնոնի իր զեկույցի մեջ ամփոփելով գմեջբերե անոնց համապատասխան փաստարկները մեծ մասամբ թրքահայ ուսանողներ են եւ աբակային Դաչկաստան վերաթալնալնուս շատ սուղի գնստի եթե հայ ուսանողական միությունը քաղաքականությամբ սպաղի արդեն ուսանողություն եւ քաղաքականություն իրար մեջ շատ հերու են Եվրոպական հայ ուսանողական միությունը գտնված հայ կուսակցություններու թիվը հատմանալ ավելցնել է զատ ուրիշ արդյունք չպետք ունենա եթե քաղաքական խնդիրներով սպառի Անշուշտ թրքահայ ուսանողության իրավիճակը եւ մտավախությունը միանգամայն հասկանալի է եւ Ագնոնի սույնը իր զեկույցի մեջ կնշե ոչ թե բարական բախարագելու այլ հայ ազատագրական պայքարի դժվար ուղին նաեւ այս խորավատքերին վրա գնահատելու իմաստով Այսուհանդերձ 4-րդ համակումարի մեծակույն նվաճումը գլա Եվրոպայի հայ ուսանողական միության ներգրավումը ասկային ազատագրական պայքարի մեջ եւ այս ուղղությամբ հրադարակչական, թարգմանական, տասախոսական եւ Եվրոպայի դարբեր քաղաքներու մեջ հայանվազ շարժումին թափ տալու գործունեության լծվիլը, որուն համար համակումարը կարևոր կնկատե դրամահավաքներու թիմելով եւ դարբեր նվիրատվություններու միջոցով 12-ին 15,000 ֆրանկի բյուջեի կոյացումը Մյունիխի համակումարը միաժամանակ կորոշե ուսանողական հաջորդ համակումարին վայրն ու թվականը, որ պիտի կայանա Ժնևի մեջ ուսանողներու զատկական արձակուրդի շրջանին։ Բարեկամներ, սույն համակումարը գիրականանա շնորհիվ Ժնևի, Լոզանի, Ցյուրիխի եւ Մյունիխի համալսարանական խումբ ուսանողներու աշխատանքին երկուշաբթի 31 մարտին մինչև գիրակի 6 ապրիլ 1902 թվականին Հոթել Դեզալպ Բանտոգի ընդարձակ սրահի մեջ այստեղ իմ բնակարանես դունես կալելով ընդամենը 5 վայրկյան է Հոթել Դեզալպը երավորությունը ամբողջապես շենքը Գանկուն է այդ ժամանակվա նեյբեր Իդեպ պետք է ասել որ նախորդ համակումարներու մասին մեր դեղեցությունները մեծավ մասամբ քաղված էին Եվրոպայի հայ ուսանողական միության հրադարակած տեղեկակիրերեն Ափսոս որ Եվրոպայի հայ ուսանողական միության այս տեղեկակիր բարբերաթերթեն լույս կտեսնե միայն երկու համար գլխավոր պատճառները մինը լալու էր հավանաբար տպագրական եւ արագից ծախսերը հայտարարելու դժվարությունը Բարեբախտաբար Եվրոպայի հայ ուսանողական միության 5-րդ համակումարին հոդվածով անդրադարձած է Ժնևի մեջ հրադարակվող հայ հեղափոխական դաշնակցության թորոշակ պաշտոնաթերթը լայնդեղ դրամատրվելով եղելության Հոդվածը կհաղորդե, որ համակումարին իրենց մասնակցությունը կբերեն, ուշադիր եղեք, այս անգամ թիվով շուրջ 90 ուսանողներ, որոնք ժամանած էին Եվրոպայի համալսարանական գլխավոր քաղաքներ են։ Ի տարբերություն նախորդ համակումարներուն, այս մեկը ասկային դոնախմբությամբ գեղեցիկ պատկերը կուտա եւ թրոշակի հաղորդած տեղեկություններն նույնքան հուզիչ աստեցություն կներգործեն ընթերցողին վրա, թեգուզ 123 երկարացիկ տարիների ետք։ Թրոշակ կգրե հայկական երակույն թրոշակը գարմիր, ջերմակ եւ կանաչ կծածաներ բանթոգի ճակատը։ Մեջտեղը ջերմակ կոդին վրա լայնքեն երկու հորիզոնական սև շերտեր իբր սուքի նշան կգրեին 6 աստղեր խորհրդանիշ այն 6 Մարտիրոս վիլայեթներուն ուր ազատության համար ահավոր եւ անհուսահատ պատերազմը կշարունակվի եւ ուր Բերլինի տաշնակրով սուլտանը կխոստանար անհրաժեշտ բարենորոգումներ մտցնել։ Սրահը կալարներով, կանաչ ճյուղերով, պատկերներով եւ նշանավոր հայ թեմքերու գենթանակիրներով վայելչորեն զարդարված էր։
մեկ կողմը կտեսնվեր հայկական վերածնության ռահվիրանները, Ալիշան, Ափովյան, Բատկանյան, Արծրունի, Ռաֆի, մյուս կողմը նոր ու զինվորյալ Հայաստանի հերոսական թեմքերն ու ստերները, Սերոբ, Բեդո, Փափկենսյունի եւ ուրիշներ։ Մեջտեղը խորհրդանկարը Քաչամարդիկ Հայաստանը ներկայացնող ներշնչված մեր հայրենիք ահա եղբայր քեզ մի տրոշեն։ Սրդարուչը բահը, երբ ուսանողուհիները գազմված երգչախումբը հոգևին գերկե մեր հայրենիքը, մեր ասկային բարերքը, ոգևորության ալիքմը եւ քննադանքի փուրն ծափահարություններ հարաճացնելով սրահին մեջ։ Աբա խոսք կառնե Խաչատուր Մալումյան Ագնունի, որ ինչպես վերօրյալ նշվեցավ Եվրոպայի հայ ուսանողական միության լիազոր հանձնաժողովի նախագահ ընդրված էր արդեն նախորդ համակումարի սկիզբը։ Ան իր ելույթի մեջ կնշե, անցնող դարին հայ ազգը երկու ցավակին գորուստ ունեցավ, Ալիշան, որ 50 տարի Հայաստանի վերածնության երգը երգեց, եւ Սեմերջան ու Թորոսյան, որոնք էդիրների մեջ երկու մագետոնացի ընկերներու հետ կախաղան ելան, իբրև քաղաքարի մարմնացնողներ։ Համակումարին մասնակցողները հոդնգայս լրությամբ բաղմը կհարկեն այդ հայրենասերներուն հիշադակը։ Ժնևի մեջ գումարված Եվրոպայի հայ ուսանողական միության 5-րդ համակումարը կհամարվի միության ցերկ բերած մեծակույն հաջողությունը։ Ագնունեն յետ ֆրանսերեն լեզվով խոսք ունենա թորոշակի ներկայացուցիչ Միքայել Հովհաննիսյան Վարդանյան, որ ողջունե համակումարին հրավիրված օդար ներկայացուցիչները, ապա շնորհակալություն կհայտնե ներփողելով Զվիցերիո եւ Ժնևի հյուրընկալ վերաբերմունքը հայ ուսանողներու նկատմամբ, ուսանելու նաեւ իրենց ազգային ազատագրության զորակրելու ազատ ասպարեզ դրամատրելուն համար։ Ան մասնավորապես ողջունե նաեւ համակումարին ներկայացած մագետոնացի ուսանողները հայտարարելով եկած էին անոնք անգամ եւս շեշտելու հայ մագետոնական եղբայրությունը, որ շատ չներ Երևան եկավ էդիրների գրվի մեջ եւ գախաղաններուն վրա։ Բռնակալության խարազանը միջազգային է։ Թահիճներուն մեջ համերաշխություն կա։ Պետք է որ զոհերու մեջ եւս համերաշխությունը լա։ Փարիզ հրադարակվող Լմուբան Մասեդոնիան ամսակրի խմբակիր Սիմոն Ռադև իր ջարի մեջ կանտրատարնա մագետոնացիներու եւ հայերու մղած նույնանպատակ պայքարին միաժամանակ կշեշտե թորոշակի խմբակրության եւ մագետոնացիներու միջև գայացած կառուցողական հարաբերությունները։ Անգկովապանե հայ ժողովուրդն բանոր հերոսները փասականչելով վերջավորության գեցե ազատ Հայաստան կարգախոցը։ Թիվանի ընդրութենեն յետ Ագդունի կներկայացնե անցնող դարվան ընթացքին աշխատանքային կարգաթիր հանձնախումբին համարադրությունը, ուր Երևան Եվրոպայի հայ ուսանողական միության ցերկ բերած կարևոր իրագործումները հատկապես կազմակերպչական եւ ազգային քարոզչական մարզին մեջ։ Համակումարը իր վերջին նիստի մեջ հարաճիգա դարվան համար կներկայացնե հետեւյալ որոշումները։ Ուրեմն տեսեք, սկսանք միան ուսանողական ակադեմիական նպատակներ հետապնդելով եւ ահավասիկ ուր եկանք հիմա այստեղ ամբողջապես ազգային շեշտավորումը կանոնակրի մեջ հաստատված հոդվածներով Երևան գուկա։ Առաջին հոգուտ Հայաստանի գազագերբեր փանախոսություններ Գերմանիո եւ Իտալիո շատ կարևոր կենտրոններու մեջ։ Եվ ասոնք խոսքեր չեն եղած, ասոնք իրականացած են մեծավ մասամբ։ Երկրորդ, հող պատրաստել Գերմանիո մեջ հայկական թաթը պաշտպանելու համար հadoop օրգանը հրադարելու գերմաներեն լեզվով։ Երրորդ, բոլոր աշխարհի ուսանողներուն գոչմը ուղղել, որ մամուլի ու փանախոսություններու միջոցով ռոպագանդան են Հայաստանի համար։ Չորրորդ, Թուրքիո եւ Կովկասի մեջ հայկական հարցի մասին խոսելը անհնար լալով համակումարը որոշեց այդ նպատակով Եվրոպայի մեջ հրադարագություններ անել եւ 5-րդ ընթացիկ դարվա ռոպագանդի ծաղկերուն եւ հրադարագության համար 25000 ֆրանկի բյուջեմը որոշվեցավ։ Ներկա եղողները ամիջապես ստորագրեցին 5000 ֆրանկը, մեծ ժողովածուին համար որոշված է ծախսել 15-ին 20000 ֆրանկ։
Իտեպ պետք է ասել, որ հիշված մեծ ժողովածուն լավ մենի էլակեսյոն Արմենիան առաջադրված հադորիմը պատրաստության գվերապերի, որում մեջ ներառված պիտի ըլլային Եվրոպայական բոլոր քաղաքական, գիտական, հասարակական կյանքի հեղինակավոր գործիչներու հոդվածներն ու ելույթները, որոնք նպաստել կրնային հայկական հարցի բարեաճող լուծման։ Նայեցեք, ուսանողական միություն մնե եւ աներևակայելի է, որ գխորանաս այս նյութի մեջ այս ուսանողական միությունը ինչպիսի ահավոր գործունեություն ծավալած է, իրենց ուսանողական առաջնահերթություններուն հետ միադեղ ամբողջապես ներգրավված է ասկային հարցին մեջ։ Համակումարին ավարտը, տեսեք աստեղը շատ կարևոր թեփ մկա, գարցանակրե շատ հետաքրքրական վկայությունը համագրության եւ հակագրության փաստերում։ Երբ համագրության գեցված կդրսևորվի պրո-Արմենիա թերթի խմբակրության, բոլոր հայասերներուն, մագետոնացի ժողովրդին եւ բոլոր հարստարված ազգերուն նկատմամբ, հակագրությունը կցուցաբերվի 26-ին 30 դեկտեմբեր 1901 թվականին Զվիցերիո Բազել քաղաքի մեջ կայացած սիոնիստական 5-րդ համակումարին հանդեպ, ուր Թեոդոր Հերցլ զեկուցած էր մեծ ոճրագործին Սուլտան Աբդուլհամիդ II-ի հետ իր իննաբաց հրյաներու վարած իր բանակցություններու մասին։ Այս բանակցության կարևոր գետերեն մին էր դարհամոզել հայ հեղափոխական շարժումի հեղինակավոր ներկայացուցիչները, ֆեյդայիները, պայքարողները, գրվողները թատրեցնելու իրենց հակասուլտանական ելույթներն ու գործողությունները։ Արդարև Կոստանդնուպոլսեն ավստրիական մամուլի մեջ կհաղորդվի հետևյալ դեղեցությունը։ Տեսեք, այս եղած չեղածը ուսանողական միությունն է, այս որքան կարևորություն ստացած է, մեջբերում Սուլտանը հրաման ղրկեց Փարիզի տեսփան Մյունիր Բեյին եւ Զվիցերիո դաշկական ընդհանուր հյուբադոսին ամեն չանք ու միջոց կորց տնել հայ ուսանողներու համակումարը արգելելու համար։ Ժնևի համակումարը գեզրափակի իր աշխատանքը միաժամանակ որոշելով, որ Եվրոպայի ուսանողական 6-րդ համակումարը դեղի պիտի ունենա 1 ապրիլ 1903 թվականին Բրյուսելի մեջ։ Դժբախտաբար Բրյուսելի մեջ չի կազմակերպվի 1903-ին եւ կտեսնենք, որ 3-10 ապրիլին ադիկա կկայանա 1905 թվականին Զվիցերիո Բեռն քաղաքին մեջ։ Ափսոս, որ այս համակումարի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի չեղավ գտնել, այլ ընդամենը թրոշակի նույն դարվույն թվի մեջ կհաղորդվի ամբողջ տեղեկությունը համակումարի առած որոշումներուն մասին։ Ուրեմն, հայտնել համագրանք առաջին ցարիզմի եւ սուլտանության դեմ գրի մղող բոլոր ժողովուրդների ազատագրական շարժման։ Երկրորդ համագրանք մագետոնական շարժման եւ այն համերաշխության, որ հաստատված է հայ մագետոնական հեղափոխական կազմակերպությունների միջև։ Երրորդ, արտահայտել խորին վիշտ հայ թուրքական ընդհարումներու արիթով կատարված Բաքվի մեջ եւ գոչ անել երկու ժողովուրդներին դեպի համերաշխություն չխաբվելով ցարի կառավարության նենքամիտ թավերից։ Չորրորդ, չեմ հարկանք պրո-Արմենիայի խմբակրության կոմիտեին հայկական թադին ցույց տված քննադատելի ծառայության համար։ Ասկեպացի Բեռնի ոստիկանությունն 11 ապրիլ թվակրված քաղաքնի տեղեկագրության մեջ Զվիցերիո պատկան իշխանության կդեղեկագրե, թե համակումարը կընթանա խաղաղ առանց արտաքին խանգարումներ առաջացնելու։ Ի վերջո Բեռն մայրաքաղաքն է, ոստիկանությունը պիտի հետևի, Ժնևան հետևած է եւ արխիվներում մեջ կան համապատասխան փաստաթուղթեր, որոնք կարելի է արիթոմը առանցին ներկայացնել։ Այս տեղեկագրին համաձայն համակումարը համախմբած է Զվիցերիո եւ Գերմանիո, նաեւ Ֆրանսիայի այլ քաղաքներու այլ ուսանողությունը։ Խաչատուր Մալումյան կքննադատվի այս ոստիկանական տեղեկագրության մեջ որպես համագրելի ժուրնալիստը Ժնևեն։ Ան է, որ որոշ փաստադրություններ կուտա Բեռնի տեղական մամուլին արգա իրադարձության նպատակին եւ փոխանցության մասին, որոնք իրենց կարգին հագիչ, սակայն թրական արձագանք կունենան Դերբունդ
եւ Բերներ Թակբլատ թերթերուն մեջ։ Սակայն դարափախտորեն հոս է, որ դեղի կունենա լուրջ դրողումը Եվրոպայի ասկայնական հայ ուսանողներու եւ սոցիալ-դեմոկրատներու միջև։ Վերջիններս 6-րդ համակումարեն յետ վեշտականապես կթատրին համակումարին անդամակցել է, նկատի ունենալով այն փաստը, որ համակումարին առաջնահերթ նպատակները մին դարձած էր Հայաստանի ազատագրումը Օսմանյան դիրապետութենեն եւ հայկական հարցին լուծումը, մինչդեռ սոցիալ դեմոկրատական քաղաքապարախոսության հարող ուսանողներ անոնց մեջ կտեսնեին վտանգը ուղղված հայ բանվորական շարժումի սոցիալիստական գիտակցության թեմ։ Դասակարգային պայքարը առաջնահերթ կհամարեին ասկայինեն, իսկ հայրենասիրական, ասկասիրական, հեղափոխական շարժման եւ շարժումը Օսմանյան կայսրության եւ ցարական Ռուսիոթեմ կնկատեին ասկայնաբաշխական, նացիոնալիստական երևույթը, որուն ռահվիրաններեն եղած էին Ագնունի եւ Ժնևի մեջ թորոշակի խմբակրությունը Եվրոպայի հայ ուսանողական շրջանակներում մեջ։ Դժբախտաբար Շահումյան շատ քիչ դեր խաղացած է, ոս ադուրիշ մանրամասնություն է։ Եվրոպայի հայ ուսանողական միությունը գոյատևե հավանաբար մինչև 1912 թվականը։ Անիր վերջին 7-րդ համակումարը գիրականացնել Լոզանի մեջ 2-8 հունվար 1910 թվականին։ Դժբախտաբար վկայություն ավանդված չէ, եթե Լոզանի 7-րդ համակումարեն յետ դակավին այլ համակումարներ տեղի ունեցած են։ Կարծիք կա, որ սույն համակումարը որոշում կայացուցած է Եվրոպայի հայ ուսանողական միությունը պաշտոնապես լուծելու մասին։ Մինչդեռ որոշ տվյալներ կխոսին, որ ան դակավին գոյատևած է, ինչպես վերոքրյալ հիշվեցավ, մինչև 1912 թվականը, կոնե ուսանող թերթը, որ հրապարակված է, այդ ժամանակ հայ հեղափոխական դաշնակցության ուսանողության կողմէ, այդ պարբերաթերթի մեջ որ դպակրված էր Կոստանդնուպոլիս 1912 թվականին, դարեկան անդամավճարներու իր ցանկի մեջ կնշե Եվրոպայի հայ ուսանողական միությունից կանցված 100 ֆրանկի ստացման տեղեկությունը։ Բոլոր բարականերուն Բերնի 6-րդ համակումարի մեջ տեղի ունեցած դրողումը Եվրոպայի հայ ուսանողական միության առաջացող զարիթափին եւ դգարացման լուրջ պատճառները միներ։ Երբ ան հետսեդե հյուծող կոյավիճակի մեջ կդարուբերեր, Ժնևի մեջ 1908 թվականին կձևավորվի ուսանողական նոր միությունը հայ հեղափոխական դաշնակցության ուսանողական միություն անունին տակ, որ իր գարքին աշխույժ գործունեություն ծավալելով կգոյատևե մինչև առաջին աշխարհամարտի փրկումը 1914 թվականը։ Անիր գործուն գոյության 6 տարիներու ընթացքին կգումարե 5 համաժողովներ եւ հրադարագե իր տեղեկատուն ուսանող խորագրով գամանունով։ Թեպետ անդարագույս այսնույթը ուղղակի առնչություն ունի նախորդին հետ, սակայն առնվազն ժամանակի իմաստով արդեն կերազանցեցինք, անդուրս կմնա հարգա ելույթի սահմաններեն։ Ուստի հարմար կնկատեմ ձայն ներկայացնել ուրիշ պատեհ հարիտողմը։ Ինչպես վերոքրյալ նշվեցավ, 1908 թվականին երիտ թուրքերու այսպես կոչված հեղափոխութենեն եւ Օսմանյան սահմանադրության վերահաստատում են յետ Ագնունի Կոստանդնուպոլիս կմեկնի։ Ուրեմն ինք Ժնև չէր գտնվեր հայ հեղափոխական դաշնակցության ուսանողական միության հիմնադրության ժամանակ։ Այնուամենայնիվ, անորադալի է անոր հզոր ներդրումը հայ հեղափոխական դաշնակցության ուսանողական միության ձևավորման մեջ ճշմարիտ հայրենասիրությամբ, արինքնող խոսքով եւ արժանահավատ գործունեությամբ։ Ի հեջուկս նյութական ամենասահմանափակ միջոցներու, բազմատեսակ դժվարություններու եւ զրկանքներու, հակառակ ընկերային հասարակական ու հոգեբանական դարադեսակ բարդահարավերներու, որոնք Եվրոպայի համալսարանական տարբեր քաղաքներու մեջ կձարանային ընտանեկան միջավայրի հերու եւ օդարության մեջ ապրող հայ երիտասարդներուն դեմ գար քնահատելի երևույթ մսիրելիներ։
գար անուրանալի, բարձրորեն հբարդանալի եւ քննադելի երևույթը, որ հուզում, հիացում եւ հբարդություն եւ հբարդության զգացում գարտե մեր մեջ։ Այդ ժամանակ Եվրոպայի հայ ուսանողներում մեջ գար գրակ սեր ասկին եւ հայրենիքին հանդեպ։ Գար նաեւ գիտակցություն արժևորելու կյանքը, իմաստավորելու սեփական գոյությունը, ծառայելով հայրենիքի ազատագրության սրբազան գործին եւ ասկի բարօրության։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։ Ողջույն շատ երկար է։ Չէ, երբեք խնդրեմ։ Շնորհակալություն ձեզ դոկտոր Ապել։ Ուրեմն բահմը արդեն տեղափոխվեցանք Ժնև եւ ապրեցանք այդ պահը, որ երիտասարդները ազատ Հայաստանը կձևավորեին կամ գործեին այդպես ձևավորել։ Հերթը ձերն է, հարգելիներ, եթե հարցեր ունիք, հարցումներ ունիք ուղղել դոկտոր Ապելին, խնդրեմ ձեր բարձրացնել կամ հերթ ուզել եւ այլն եւ հրամեցեք։ Դոկտոր Ապել, մինչև մեր ներկաները հարցերին այսպես մտքով պատրաստեն, մագետոնական աղբյուրներ կան այս իմաստով, այսինքն կարելիություն ունեցել եք, որ տեսնեք այդպեսի աղբյուրներ։ Վստահաբար գոյություն ունին նամակներ, վստահաբար գոյություն ունին վկայակրեր, որոնք ուրեմն փոխանակված են մագետոնական, ասենք, բարձր կոմիտեի եւ հայ հեղափոխական դաշնակցության այստեղի կենտրոնի միջև եւ նաեւ ուրիշ վայրերու մեջ, ուր որ ասենք հեղափոխական կենտրոններ եղած են եւ ես որոշ ասենք տխտաձրար մտեսած եմ ընդհանրապես հեղափոխականներու անունի տակ եւ այդ ժամանակ հեղափոխականները դժբախտաբար ճագերտներու մեջ terroristներ գոչված են մագետոնիշե terroristն ուրեմն բերնի արխիվներու մեջ արմենիշե terroristն եւ այլն եւ անոնք ժամանակին հոս ասենք թե հայության, որովհետև նամակներ են, որոնք եկած են, նամակներ են, որոնք թիմումներ են, որոնք կատարված են աստեղ տարբեր առիթներով եւ եղած են աստեղը ուրեմն զվիցերով կամ ավելի Ժնևի հայ քաղաքին մեկ ասենք թե սեփականությունը, որովհետև հոս մնացած են այդ բոլորը թորոշակի խմբակրության ասենք լուծարում են կամ առաջին աշխարհաբարդի ներածում են հետո եւ քաղաքը այդ ժամանակ շատ չհասկացած թե ինչ են ասոնք եւ բարեփոխտաբար մեկ մասը գործված է դժբախտաբար, բայց բարեփոխտաբար մասը այսօր հասած է մինչեւ ուրեմն ասկային արխիվ Բերնի մեջ զվիցերյո եւ ամեն ինչ կպահպանվի ինչ որ հոն ասած է։ Լավ, հարգելի ներկաներ, գնային ես չեմ տեսել, ներողություն։ Ընկեր Մուրադ, եթե ընկեր Շահան կարդոնես, ընկեր Մուրադ հրամեցեք։ Մի անգարձեմ միկրոֆոնը, հրամեցեք, այո։ Շնորհակալություն տասախոսության համար, հետաքրքրական նյութ, ծավալուն նյութ։ Հարցումս իմ ասնավորի հետևյալն է։ Ուսանողական միության դեղեկագիրներուն մեջ, իմ ասնավորի վերջին քանի դեղեկագիրներուն մեջ եւ կամ այլուր հանդիպած եք վիճակագրության ուր գնշվի արդահայկական շրջանագի մեջ իրենց դարած աշխատանքներու TV դեղի աշխարհագրական քարտեզի մասին, այսինքն եթե տասախոսություններ գազմագերբված է Իտալիայի մեջ քանի տասախոսություններ գազմագերբված է Գերմանիայի մեջ, Ֆրանսիայի մեջ, Զվիցերիայի մեջ եւ որոնց համար եղած են այդ գազմագերբված տասախոսությունները ուսանողական շրջանակներու համար եղած են, համալսարանները ներս եղած են, ընդհանրապես հոն այդ երկիրներու հասարակության, բաց հասարակության համար եղած են, այս տեսակ վիճակագրությունը գա կամ հանդիպած եք այդ տեսակ վիճակագրությանը եւ որպես ամփոփում հայ-ուսանողական միության աշխատանքին այդ 10 տարվա ընթացքի երկյանքի քոյության ընթացքին ինչպես գարժևորեք այս նյութերը ուսումնասիրել եք ինչպես գարժևորեք ուսանողական միության գործունեությունը քաղաքական դեսանգյունետի դված Եվրոպայի մեջ
քաղաքական տեսանկյունից դիտված ասելով, այսինքն հայկական հարցը ներկայացնելու եւ շոշափելի արդյունքներու կամ արդյունքներու հասնելու իմաստով։ Շնորհակալություն։ Այո, շատ հետաքրքրական հարցում է։ Ուրեմն ասեմ, որ ընդամենը ուսանողական ասենք այս դերեկակիրը ընդամենը առաջին երկու ժողովներու մասին դերեկություններ հաղորդած է։ Ուրեմն առաջինը դպված է 1899-98-99-ին Վիեննայի Մխիթարյան դպարանի մեջ, իսկ երկրորդը դպված է որ երրորդ չորրորդ համակումարներուն կանտրատարնա եւ 5-րդի ծևով նախապատրաստական աշխատանքներու մասին գզեգուց է դպված է Վենեդիգի Մխիթարյան Սուրբ Խազար ասենք դպարանին մեջ եւ ուրիշ դերեկակիրներ ասենք թե իրենց կողմանը այլևս լույս չեն տեսած հիշեցի հավանաբար պիտի ընդհանրեմ նյութական դժվարություններու պատճառով ահագին աշխատանք է բայց շատ հստակ վիճակագրություններ ինչպես որ մենք այսօր ասենք գիտական կամ ակադեմիական իմաստով սովոր ենք նման վիճակագրություններ տեսնելու ճշմարտաբար չի գա բայց կան շատ դերեկություններ հիմա այդ վիճակագրությունները պատրաստելը մեզի գինա մեր բարդագնությունն է այլևս այդ աշխատանքը ուսումնասիրությունը դանիլ որովհետև դերեկությունները հոսոն ամեն տեղ են եւ պետք է համախմբել ադիգա եւ վերածել վիճակագրության շատ հստակ ուրեմն ես այս իմաստով անցյալ շաբաթներուն ընթացքին քանի անգամ կացի Բեռնի ազգային գրադարանը ուրեմն Bibliothèque Nationale de Berne եւ հոն ամեն ինչ որ զվիցերիո մեջ լույս տեսած է ինչ որ չէ գործված ամեն ինչ հոն բաղբաղված է եւ ես ցեզի ասեմ որ իրենց հրադարագած ամենալ բանին Եվրոպայի ուսանողական միության անունով իբրե հրադարագիչ շատ հստակ ֆրանսերենով, գերմաներենով, իտալերենով եւ այլն ամեն ինչ նշված են այնտեղ ուրեմն 18 խորակիր 18 հադոր քրկույկ եւ քիրքեր հրադարագած են եւ այդ հրադարագությունները բոլորը Եվրոպայի հեղինակավոր անձնավորություններու ելույթներն են օրինակի համար Բերնշտայն եւ ֆրանսացի նաեւ ֆրանսայեն եւ զվիցերիայեն անվանի պրոֆեսորներ անվանի հասարակական քաղաքական գործիչներ որոնք ելույթ ունեցած են որոնք հոդվածներ հրապարակած են եւ անոնք մեր Եվրոպայի ուսանողական միության այս կազմակերպությունը բոլորը արած է եւ իրենց բյուջեեն, իրենց ծախսերով հրատարակած են ադոնք եւ ինչ որ հրատարակած են միաժամանակ նկատի ունեցեք քարոշչական նպատակներով, ռոպագանդի նպատակներով ամբողջ տարածած են եւ աշխատած են իրենց համար ամենակարևոր խնդիրը առաջնահերթ խնդիրը եղած է Եվրոպայի կամ եվրոպացի ժողովրդի եւ հասարակության ուշադրությունը գետրոնացնել հայկական հարցին վրա եւ հանրային գործիքին վրա Եվրոպայի գարենալ աստեցություն ներկործել որոշակի իմաստով որբեսի հայկական հարցը բարեհաջող ասենք ինովաց հայության լուծումը առնե եւ այդ տեսակետը քաղաքական իմաստով կարևոր թերակատարություն ունեցած են օրինակ ասեմ ցեզի 1902 թվականին Ոս նշանավոր Վիկտորիա հոլը գա եւ այս Վիկտորիա հոլը հսկայածավալ ժողովուրդ կառնե եւ շատ բարոկ շատ գեղեցիկ ոճով ամբողջ ոսկեներկներ եւ այլն շատ այսպես պատկարելի սրահման է մեծ ասենք թե համերգներ մեծ ելույթներ մեծ երկիշներ եւ այլն անդեղ ելույթ կունենան ուրեմն 1902-ին պատկերացուցեք որ Ժնև կանտոնի Բեդության կառավարության նախագահը ներկա գտնված է եւ ուրիշ անվանի հասարակական քաղաքական գործիչներ եւ այնքան ժողովուրդ խոժած է հոնզվիցերիացի այդ տասախոսություններուն որոնք հեղինակավոր համալսարանի պրոֆեսորներ եւ այլն ներկայացուցած են ինովաց հայկական հարցին եւ հրավիրելով ժողովրդին ուշադրությունը թե ինչպիսի արյունահեղություններ եւ ոչրագործություններ կգադարվին Արևմտյան Հայաստանի մեջ եւ ուրեմն ագնոնի կնկարագրե որ այնքան ժողովուրդ հորտեցավ որ այլևս սրահի մեջ տեղ չկար եւ շատեր դուրս մնացին գսե ուրեմն նայեցեք ասիկա աստեցություն մնե նաեւ քաղաքական շրջանակներում մեջ աստեցություն մնե հիմա զվիցերիո բարակային
Զվիցերիա սահմանադրության մեջ չեզոքության սկզբունքը քաղաքականապես որդեգրած է։ Եվ մի օրինակ որ 5 միլիոնի չափ ստորագրություն հավաքված է զվիցերիացի քաղաքացին ժողովուրդը ստորագրած է փողոքարկած է որովհետեւ զվիցերիա կառավարությունը միջամտե ասենք սուլտանի այդ բռնաճնշումներուն եւ այլն թեմ բայց մնալով իրենց այդ չեզոքության քիզի մեջ դժբախտաբար պետք եղած միջամտությունները այդ ժամանակ չեն ուզածնել չեն գրծածնել բայց այս շարժումները նաև հետաքրքրությունը ստեղծած է ուշադրությունը հրավիրած է հարևան եվրոպական երկիրներով իսկ 1903 թվականին օրինակի համար շատո դո շրջանի մեջ Ֆրանսա Փարիզի մերձակա Փարիզի մեջ հայ ուսանողներու միության Եվրոպայի ուսանողների եւ մագետոնացի ուսանողներու միությունը երկուսը միասին հսկա ժողովը ինաբաստ հայության եւ ինաբաստ մագետոնական շարժման ազատագրական շարժման գազագերբած են ուր արսանակրված է ավելի քան 4000 հոգիի ներկայություն ուրեմն ասոնք թրական կորձեր են որոնք այս ուսանողները իրենց համես բյուջեներով բայց իրենց հզոր աշխատանքով գրծած են հայկական մարզին մեջ հայկական քաղաքական հայկական հարցին համար իրենց նպաստի եւ իրենց ներդրումը ունենան բայց վիճակագրությունը ասենք թե պատրաստելը այլևս մեզի գինա մենք որ պետք է բոլորը հավաքենք եւ վիճակագրենք ինչպես ասից էսի միայն Բեռնի ասկային քրատարանի մեջ ես մեկ ցերկս վերցուցի 18 հադոր քրկույկ եւ քիրք բոլորը իտալերեն, գերմաներեն եւ ֆրանսերեն լեզուներով եւ հայերեն ալ հրադարագություններ ըրած են բայց կարևորը իրենց համար առաջնահերթը օդար լեզուներով պրոպագանդել խոսիլ եվրոպացի ժողովրդին Լավ, այդ Բեռնի քրատարանը կենտրոնացրեմ օրինակներ ունի արցանց կկարծեք դոկտոր Ապել պետք է որ ունենա գրնամ հետաքրքրվել եւ գրնամ դրամատրել անշուշտ քիրքեր են որոնք դպված են եւ դպված են հարության համար եւ պահպանված են բարեփոխտապար շատ լավ Գեժան հրամեցեք Քերոպը Ռաֆին Դոարդայևին վերջը մեծով բարոն Քերոպ հրամեցեք Դոկտոր ես կուզեի հարցնել եթե ուսանողներու այս հսկա աշխատանքը ունեցավ նաև արձականք երգիրի մեջ հոն մնացած երդասարտության վրա իրենց հեղափոխական եւ քաղաքական գազམ་ավորման վրա նույնիսկ նաև հեղափոխական այդ ամբողջ գործունեության որ եղավ ֆեդայական շարժումով եւ այլն այսին երկու խոսքով եթե դարածվեցավ մինչև երգիր կամ մնաց եվրոպական շրջանագի մեջ արի զորակցություն ասենք թե հայ ժողովրդի գրած դարաբանքներուն ուրեմն իմ տեղեկություններուս համաձայն այդ ուսանողական շրջանակներեն պատրաստված ուսանողներ որոնք նույնիսկ Գերմանիա բժշկության ուսմանց դիպլոմին արժանացան ավարտեցին ուրիշներ որոնք հասարակական գիտություններու ասենք համալսարանի բաժինը ամբիոնը ավարտեցին եւ այլն քացին եւ ծառայեցին վանի մեջ քացին ծառայեցին ասենք թե գարինի մեջ էրզրումի մեջ քացին եւ Ոստաննուբոլիս եւ իրենց հեղափոխական աշխատանքը ասենք թե եւ այս ուսանողները ասեմ թեզի որ մեծավ մասամբ հայ հեղափոխական դաշնակցության Ժնևի կենտրոնի շրջանին այսինքն համագիրներ կամ ուղղակի գուսակցական տղանք քացին իրենց ծառայությունը բերին այդտեղը ոչ միայն անշուշտ անպայման դաշնակցականներ այլ նաև ասենք թե հնչակյաններ գիտենք երիտասարդներ քացին եւ այդտեղը իրենց ծառայությունը բերին եւ դարբեր շրջաններու մեջ մասնաճյուղերը ստեղծեցին ժողովրդի մեջ քարոզչական աշխատանք տարին անորանալի է ադիգա այսինքն հոս գրիայի բադյանի մեջ սահմանափակված չմնաց ադիգա եղան նվիրյալ հայրենասեր երիտասարդներ որոնք այստեղ ոգի ու բրին աշխատանք տարին եւ եղան երիտասարդներ որոնք այստեղ են ելան քացին այնտեղ ծառայելու ճշմարտաբար անոնց մասին օրինակ հարասալ առանցին ուսումնասիրության մնի թե ինչ է անասոն ուրեմն ցեղասպանության բոլորը քացին զոհվեցան
այսինքն գոտորվեցան բոլորը, թե անոնց մեջ եղան վերաբերողներ, որոնք հետո դուրս եկան, կացին Ամերիկա, կացին ուրիշ երկիրներ եւ այլն, եւ այնտեղ շարունակեցին իրենց ներդրումը բերել հայկական թադին եւ այլն։ Ասալ առանցին ուսումնասիրության դիտում, բայց հարցումին պատասխանելու համար հոս կրիայի բադյանի մեջ շրջապակված չմնացին, այլ ստեղծվեցան ալիքներ, որոնք հասան մինչև մեր երկիրը, մեր հողը, Վան, Էրզրում եւ ուրիշ շրջաններ, մինչև Գիլիգիա կացին օրինակի համար։ Շատ լավ, Շան Ռաֆին կարծեմ ընդհատեց իր կապը, եթե կպապակի սրամ է։ Վահե դեսա, նկատեցի Վահե, այո Շան։ Նախ շնորհակալություն դերապեր, իսկապես նոր դերեկություններ, հրաշալի հետազոտական աշխատանք եւ վստահաբար նաեւ գդվին հաստակի մեջ եւ մամուլի մեջ անպայման Շնորհակալ գդվին։ եմ։ Ես մեկ հարցում ունեի, որ ես դերմը որքան գիշեմ գարտացած եմ, որ Եվրոպայի հայ ուսանողական միության մաս կազմած է նաև Գոմիդասը։ Եթե հանդիպած եք նման բանի դերեկության, հետաքրական է անշուշտ, եւ երկրորդ որոշ թիվեր տեսած եմ ուսանող բարբերաթերթեն հետաքային, այսինքն Դաշնակցության ուսանողական միության հրադարագած եւ ունեցած եմ այն դպավորությունը, որ քաղաքապարապանական գրականության մշակման մեջ հիմնական դեր ունեցած են այն օրվա ուսանողները, որ նաեւ հետաքային զարգացած են Ագնոնին անշուշտ անոնց մեջ գլխավորներն մեկն է, որոնք ինչպեսի անգախ այդ կորձիչային թրութերեն մասնակցությունն են, բայց նաև դեսապանական, գաղափարապանական գրականության մշակման մեջ հիմնական գրողները եւ մտածողները եղած են կարելի է ասել։ Շատ ճիշտ է։ Ուրեմն առաջին հարցումին Գոմիդաս վարդապետի մասին, այս դեղեկագիրը որ գա, այդ ասենք երկու թիվերը որ դված են, այնտեղը իր մասին ոչ մեկ հիշատակություն չի գա, բազմաթիվ անուններ հիշված են այնտեղը, բայց այդ ասենք համարներում մեջ Գոմիդաս վարդապետի մասին չի գա, բայց ես ալ դեղեկացա գարտացի, որ մենք նկատի պետք է ունենանք, որ Գոմիդաս վարդապետ Բերլինի մեջ ուսանած է։ Հիմա այս եվրոպական, ասենք, Եվրոպայի հայ ուսանողական միությունը ընդհանուր այս, ասենք, թե թրոշն է, որոնց համախմբված են այդ հովանին է, ասենք, թե ձևովը, եւ ունեցած է, ասենք, թե իր աշխատանքային հաստախումբը, ունեցած է իր գարկաթիր, ասենք, հաստախումբը, ունեցած է իր լիազոր կոմիտեն եւ այլն։ Անոր այդ անդամներու մեջ Գոմիդաս վարդապետին անունը ընդհանրապես չի գա, բայց ուսանողական միությունները այս ընդհանուր միութենեն բացի եղած են դեղական միություններ ուսանողական, ասենք թե Լայպցիգի մեջ, Մյունիխի մեջ, Բերլինի մեջ, Ժնևի մեջ, Լոզանի մեջ, Ցյուրիխի մեջ, Փարիզի մեջ, Մոնպելիեի մեջ եւ այլն եւ այլն։ Եվ ես այդ տպավորություն ունեմ, որ Գոմիդաս վարդապետ հրավիրված է դասախոսելու կամ նույնիսկ անդամակցած է Բերլինի հայ ուսանողական միության, նկատի ունենալով, որ ինք հոնգ ուսաներ, հոնգը գտնվեր, այնքան ժամանակ որ հոներ, մեկը որ ասկին ցավերով եւ ասկին մտահոգություններով միշտ կապված եղած է, վստահաբար բերած է իր մասնակցությունը։ Օրինակի համար հայ, ասենք, ազգային երաժշտության եւ հայ երաժշտության գոգության մասին հոդված մը կա։ Դժբախտաբար չգրծա եզրակացնել, որ արդյոք հայ երաժշտության մասին այդ հոդվածը ներկայացնողը բանը դասախոսությունը ներկայացնող Գոմիդաս վարդապետն էր թե ոչ։ Ուրեմն ես պիտի ենթադրեմ, որ Բերլինի մեջ անպայման ինքը հայ ուսանողական, ասենք, դերբույն մասնաճյուղին մաս կազմած է, հանդիպած է, դասախոսություններ տված է եւ այլն, բայց ուրիշներ իր անունը իբրև ընդհանուր ուսանողական Եվրոպայի կազմակերպության պատասխանատու մարմիններու մեջ, անդամներու մեջ իր անունը արձանագրված չէ։ Եվ դա ուրիշ կարևոր բանի հարցի վրա դրիր մատուցիրելի Շահան։ Ինչպես կազմավորվեցավ այս քաղաքապարական, ասենք թե քաղաքական մտածողությունը հայոց մոտ։ Անշուշտ սկացումները, բաները Ղևոն Թալիշյան, Բատկանյան, Գրիգոր Արզրունի եւ այլն այդ բոլոր մտավորականները նախահիմքն են այս ամենուն։
բայց գիտական իմաստով այն ուսանողները, որոնք Ժնևի համալսարանի մեջ էին, Լոզանի, Ցյուրիխի, Բերլինի, Լայպցիգի եւ այլն, ուրեմն այդ մտածողությունը քաղաքական եւ քաղաքականության իրենք շատ մեծ ներդրում ունեցան եւ երբ որ գնայիս, այսինքն նաեւ ասենք թե 1918-ի ասենք, չէ, առաջին մեր հանրապետության ստեղծումը հիմնադրությունը որ եղավ Ավետի Սահարոնյան ուրգեր Լոզանի համալսարանն էր, Ագնոնի Ժնևի համալսարանն հանրապետության adեն չի կար 15-ին զոհեր եւ ուրիշներ օրինակի համար Աջարյան, Ապեղյան, չեմ գիտեր ինչ, բոլոր քիդական մտածողությունը Եվրոպային է որ եկավ։ Եվ հետաքրքրականը անիկա է որ ասիկա նորություն մջեր եւ ասիա առանցին ուսումնասիրության միտումն է որ համալսարանի մեջ ինչ ուսանողներ եղած են ասոնց տվյալները պահպանված պետք է ելան եւ հատկե բացի այդ ուսանողներն բնական է ոմանք իրենց կյանքը դնորինած են իրենց աշխատանքը իրենց ինչ գիտնամ ընտանիքը ապահոված են բայց ուրիշներ ներգրավված են ազգային գործին եւ հայրենիքի ծառայության գործի մեջ ուրեմն ինչ խաղապարախոսություն բերած են անոնց հիմքը եւ գավը արմատները ուրգե եկած են այդ մտածողության ասալ ուսումնասիրության առանցին նյութն է Լավ Բարոն Ռաֆի վերադարձակ եթե հարցում ունի հրամեցեք այլևս բարոն Վահեին դանք հերթը Այո շնորհակալություն հաջող երբ Զվիցերիա եղած եմ մի կես անցուցած եմ թե արդյոք 100 տարի առաջ այստեղ ինչեր բադահած են եւ հետաքրքրական էր այդ մասին լսել իմ արցումս ավելի ընդհանրապես հայ քաղաքական միտքի մասին է վերջերս կփորձեմ հասկանալ այս ժամանակաշրջանը շատ հատուկ ժամանակաշրջան եղած է հայ քաղաքական միտքի հայերը դարեր շարունակ պետականազուգ եղած են եւ այլն ընդհանրապես էթնոմշակութային ակնոցով մոտեցած են ամեն ինչին այս ժամանակաշրջանը շատ հետաքրքրական է որտեւ Թեպետ պրիմիտիվ հայ քաղաքական միտք, այսինքն պրիմիտիվը սելով Սան Ստեֆանոյի եվրոպացիներեն քուրքուրանք պրոպագանդ եւ այլն խնդրելու քաղաքական միտքն է այս ժամանակաշրջանին, բայց որոշ civic կազմակերպում ունեցած է։ Ուրեմն իմ հարցումս պիտի լար որ եւ սկացի դասավորության ընթացքին որ այս ուսանողական միությունը որ քաղաքական բնույթ ուներ բազմաշերտ եղած է կոնե երկու շերտ լսեցի ասկայինը եւ սոցիալ-դեմոկրատը ես վստահ եմ նաեւ կան մեջերին բոլսահայերը որ ավելի էթնո գղերական եւ այլն մոտեցում ունին միլետական մոտեցում ունին գուզեի դասախոսեն լսել թե ընդհանրապես Երդասարդ ուսանողական հայ քաղաքական միտքը հիմա որ իդ գնայիք հիմա որ աս արխիվները տեսած եք եւ այն ինչպես կփնութագրեք այսինքն ինչ էր հայ քաղաքական միտքը այդ տարիներուն պրոպագանդան ելեն անտին Այո, հետաքրքրական հարցում է։ Դոկտոր Ապեր, ես առաջարկ մգրնամ մնել։ Այո։ Պիտի խնդրեմ, որ հագիրճ պատասխանենք, քանի որ իմ մտքից մեջ ալգալ այս գաղափարական խորքը ընդրելը այս ուսանողական միությունին ըստ երևույթին ասենք թե ընկերվարության ծնունդը այնտեղին եկած է մեր մոտ ասենք թե օրինակ ընկերվար քաղաքապարակախոսությունը հadouk դասախոսությանը բահենք մանրամասնությունները ինչ է ձեր կարծիքը Ուրեմն հետևյալը շատ հետաքրքրական է հարցումը եւ կարելի է շատ ընդլայնել, բայց ես հետեւյալը պիտի ասեմ Կիլիգիո թագավորության գործանումեն յետ պետականությունը գործընծուցինք եւ բավական երկար ժամանակաշրջան պետականազուրկ մնացինք եւ Օսմանյան, Բարսկական եւ այլն դիրապետության հետո ասենք ցարական ռուսո դիրապետության տակ այս ամբողջ շրջանին գարմիր թելի պես մեկ բան կացնի
մեր քրագանության մեջ, այդ բոլորը կարելի է վերականգնել, մեր պատմության մեջ այդ բոլորը կարելի է տեսնել կարմիր թելի պես։ Հայուն մեջ իր pedagogiությունը վերականգնելու ցանկությունը, մտածողությունը խաղապարը երբեք չմեռավ։ Այս ուսանողները, որ այստեղ եկան, իրենք երբ որ կուսանեին, իրենց արժև առաջնակարգ խնդիր ցակեցավ, ինչու համար, երբ որ հանկիս լավ պայմաններու մեջ կապրիս, ուրեմն երբ որ ծևոմ օրինակով ասեմ փորոդանոթի չէ, ուտելու բանջ չես սկար, երբ որ գտեսնեն ինչ կկատարվի իր բռնատիրական իշխանության տակ, երբ որ գտեսնեն որ 300,000 հայությունը ուրեմն անխնա կգոդորվի եւ դեր ցեղասպանության մասին չխոսենք դեր ատեղ, այսինքն 10 հոգի չէ, 20 հոգի չէ ոչրակորձվողները, սպանվողները, այլ 100,000-ներու, միլիոններու հասնող թիվեր են։ Ռազմական ուժ չունենք, ասենք համապատասխան, ուժերու հարաբերությունը անհավասար են, ուրեմն ըստիված իրենց քաղաքական մտածողությունը հիմնել արդարության վրա, հիմնել զորակցության վրա եւ հուսալ, որ եվրոպական դերությունները պետք եղած ասենք միջամտությունները եւ օժանդակությունները պիտի տան։ Դժբախտաբար ադիկա չեղավ եւ մեր քաղաքական մտքին ասենք թե եւ կորձունեության ամենամեծ հուսախաբություններն մեկն էր։ Ուրեմն ուժունից հարցերը լուծե եւ ինչու համար մեր ամբողջ հույսը հոնտրինք, որ իրենք մեզ օգնեն, ինչու համար ծեվում շագերտներու մեջ ասեմ մուրացի գտարցան կադորմենք, որովհետև Բերլինի վեհաժողովի մեջ շատ հստակ հոդվածով որոշված էր բարենորոգումներու հարցը։ Եվ ամբողջ աշխատանքը հայ գուսակցություններում եւ ասենք հնչագյան գուսակցության եւ հայ հեղափոխական դաշնակցության, այդ հեղափոխական ամբողջ աշխատանքի նպատակը անիգա էր, որ այդ բարեգործումները խոստացված Բերլինի վեհաժողովով իրագործվին։ Եվ ադիկա դժբախտաբար չեղավ, Թուրքը դժբախտաբար հարցեր, որ չի կրնար լուծել, կփչացնե, ոչնչացնե։ Եվ այդ եղավ իրականությունը։ Շատ լավ, բարոն Վահե, հրամեցեք։ Չենք տեսել միկրոֆոնը, բան միացած չէ։ Դոկտոր Աբել, շնորհակալություն այս աշխատանքին համար, մեզի իրապես թարմացիր 100 տարվա առաջ մեր ուսանողների կորզությունը Եվրոպայի մեջ թիրուն կորզ չէր, բայց բավական ամփոփ ձևով ներկայացիր եւ ընդհանրական ես երկու հատ հարցումներ ունեմ, եթե գրնաս պատասխանել։ Առաջինը աս ուսանողները որ կան հայ ուսանողների Եվրոպայում ինչպես կրծած են իրենց կյանքի նյութական ապահովումը ապահովել այդ երկրներում մեջ։ Այսինքն Հայաստանի վիճակն շատ լավ վիճակ չէր այդ ժամանակ։ Ասմարտիկը ուսանողները ինչպես գրծել են այդտեղ ապրիլ իրենց կյանքեն մասը մեր ասկային կորզության մեջ մասնակից դառնալ։ Եթե քաղաքար ունիս գուրախանամ այդ մարմասություն ունենալ։ Երկրորդ հարցում ադիգա է որ այսօրվա վիճակը ինչ է Եվրոպայի մեջ մեր հայ ուսանողության։ Արդյոք ուսանողական միություններ կան, աշխատանքներ կդարվին, գիտենք որ Ամերիկայի մեջ հոս այնտեղ ասկոման կամ արաբական միջին արևելքի մեջ կան ուսանողական միություններ, բայց Եվրոպայի ուսանողական միությունները ես բնավ քաղաքար չունիմ ինչ աշխատանք կդարվի։ Շնորհակալություն։ Առաջին հարցումը անշուշտ հետաքրքրական է, ես էլ մտածել եմ այս հարցումին ուղղությամբ։ Այն ընտանիքները, քաղաքենի ընտանիքները, որոնք ասենք թե ավելի բարեկեցիկ էին, օրինակի համար Թիֆլիսի միջավայրի մասին մտածենք, այդտեղ են Գովգասեն ահագին ուսանողներ եկան, ասենք ես վիցերիո բարական գարնեմ, օրինակի համար Ավետիս Նազարբեկ, չէ՞, այդտեղ շատ հստակ վկայություն ունին, որ իր մորեղբայրն է որ ֆինանսավորած է մինչև որոշ շրջան երկեցությունը, ուրիշներ օրինակի համար դարբեր աշխատանքներ են իրենց ուսման գից, թաստված են ուրիշ աշակերտներու, ասենք դպրոցական աշակերտներու եւ դարբեր ծառայություններ են, որովհետեւ կարենան դեղույն վրա իրենց քույությունը պահպանել։ Անոր համար ես ասի որ զրկանքներու մեջ եղած են խեղճերը, շատ դժվար կացության մեջ եղած են
Եվ հաղարակ ադոր ասկին համար բادرած եղած են քերակույն զողողություններով։ Ասիգա մեկ երկրորդ հարցումը մեկ վարական քնած միտքես ինչ էր կարճ մի եթե եսեք երկրորդ հարցումը Այսօրվա իրավիճակը ինչ է։ Այսօրվա վիճակը նայեցեք ես վստահ եմ որ դարբեր քաղաքներու մեջ Եվրոպայի համալսարանական շրջանակներու մեջ ավելի կամ բագաս մեծ կամ ավելի բստիկ ուսանողական միություններ օրինակի համար Փարիզ, Մարսեյ, Զվիցերիո մեջ, բստիկ բաներ կամ Գերմանիա վստահաբար ուսանողական դեղական միություններ կան, բայց ինչպես այս մեկը եղած է Եվրոպայի հայ ուսանողական միություն, իբրև գազագերբություն, շփախտապար այսօր ինձի ցանոթ չէ։ Եվ օրինակի համար խորանենք խոսող կարոզիչի մտավորությունը պիտի ճուզեմ ունենալ մտածած էի, բայց պիտի ճուզել այս ուղղությամբ արդայդվիլ առանց ասենք իրադեսը լալու։ Հարցանիգա որ հարց կուտած որ թեր երեք Արցախը գործունեցինք ամբողջ հսկա հայրենիք մը գործունեցինք Լիբանանի տարածքեն ավելի մեծ 5000 գուզվիմ լուսատեմ դղաներ զոհեցինք Ուր է այսօրվա երիտասարդությունը Ուրեմն 100 տարի առաջ այդ ինչ քաղաքական հզոր զորակցություն եւ ներդրում բերին այս երիտասարդներ այս ուսանողներ ամենամեծ զողություններով այսօրվա հայ ուսանողներուն Եվրոպայի մեջ Ամերիկայի մեջ ինչը կբացի խնդրեմ ինչը կբացի այսօրվա համացանցային թարուն ինտերնետային եւ այլն իրարու հետ կապ հաստատելու ցանոթանալու միասին նպատակներ հետապնդելու ասկին Հայաստանի համար ինչը կբացի Լավ Տիգին Խդշյանը թատրեմ չէ հրամեցեք MECC Middle East Council of Churches այդպես կտեսնեմ եթե միկրոֆոնը պետք է միացնեք Այո հրամեցեք Այո մինաս ինձից այն ուտաս Այո հրամեցեք Իմս հարցում չէ ես նախ կշնորհավորեմ դերապելը այս հոյակապ ներկայացումին համար բայց կուզեի բզդիկ զուգահեռ մնել ագնունի դիբարին որ նույն թվականներուն եւ քիչ ավելի ետ ավելի ուշ եկավ Բոստոն, Նյու Յորք եւ գազագերբեց հայ օգնության միությունը եւ հայգինը հրավիրեց ասկային ծառայության ասպարեզին եւ որ դակավին գիներու գազագերբությունները սաղնավորված չէին հոս ցույց կուտա քիչ մարաշված երեսած է դերապել որ ինչպես ասկային pedagogiություն հիմնելու մեր ջիքին մեջ երիտասարդությունը մղվեցավ այս աշխատանքին զուգահեռաբար այն ադեն նաև հայկինը մղվեցավ ասկային ծառայության ասպարեզին որովհետև արդեն չարթերը դեղի գունենային եւ ահակին գարիկը գար օժանդակ ցերկերու նման դիբարներ որոնք ունեցած ենք մաշած են այսօր Գերնակադոր պատասխանել Մեծ հարցում հոն է ես ասեմ սետա որ անշուշտ հոմի եւ տաշնակցական Կարմիր խաչի այդ ժամանակ Նյու Յորքի մեջ որ ագնունին իմդեց ադոր կարճ անդրադարձա միայն ասեմ որ ես խոսեցա Եվրոպայի հայ ուսանողական միության մասին եւ այս հայ Եվրոպայի ուսանողական միության անդամներուն մեջ անդամուհիներ կային ահակին եւ այս անդամուհիները եւ տասախոսություններով եւ իրենց ժրաչան աշխատանքով եւ իրենց նվիրումով Ժնևի մեջ, Ցյուրիխի մեջ, Բերլինի մեջ, Լայպցիգի մեջ, Մյունիխի մեջ եւ նաեւ Ֆրանսիայի մեջ հզոր գործունեություն, հզոր ներդրում ունեցած են։ Այսինքն եւ այդ ժամանակ օրինակի համար թե ֆեմինիստական շարժում, ինչ գիտնամիջ եւ նման բաներ գոյություն չունեն։ Ահա ասիկ ինչ կուզեք ասկի ավելի հզոր։ Երբ որ հայգինը, հայ օրիորդը ամբողջապես կնվիրվի ասկի ծառայության հայրենիքի ազատագրության գործին, իր ժողովրդի ծառայության գործին։ Հիմա այսօր ինչու համար նման գազագերբությունը չի գա եւ ցանկությունը չի գա կարծես թե նման գազագերբությունը ստեղծելու արդյոք տախացերնողներ չի կան արդյոք ուրիշ հոգեբանություն մնե ուրիշ մտածողություն մնե չեմ կարծես չեմ գիտեմ դժվար հարցում մնե
Եվ ասենք անիրական պիտի ասել, որ չէ այսպես պետք է լա, այնպես պետք է լա։ Ընդհանուր մեր ազգային գացությունը դիտեցեք այսօր։ Ընդհանուր մեր ազգային գացությունը դիտեցեք եւ քննադեցեք։ Գարձեմ նախաձեռնողներու բագաս ունենք։ Դժվարություն ատեղը։ Շարունակությունը գցկենք ուրեմն մեր հաջորդ հանդիպման ըստ երևույթին։ Քանի որ այո, բանը, ասես ասած վերք է որ գա, միան մերը չէ, Դիգին Խդշյան եւ դոկտոր Ապելկին ընդհանրապես երիտասարդության մտածելակերպը ավելի ասես նսեմացած է ըստ երևույթին կամ չեմ գիտեր հաջորդ մեր հանդիպում այս հարցը երևի գարձարծվի կամ այլ հարցեր։ Լավ, մենք այսքանով բավարարվենք դոկտոր Ապել։ Շատ շնորհակալ եմ։ Այո, խնդրեմ, եւ մեր բարի սովորությունով սիրելի ներկաներ Ողջույններով եթե կարելի է շնորհակալություն հայտնենք դոկտոր Ապելին, ողջույններով։ Խորին շնորհակալություն։ Այն խոսամ չցածրացուցի, չօգնեցուցի։ Դոկտոր Քեզմե ով կսանցրանա, այսպես հարուստ տեղեկությունները որ փոխանցես ով կսանցրանա, ընդհանրակը ամեն անգամ որ հանդիպինք ընկեր Շահյանին հետ ալաս հարցը մենք արձարծած ենք ամեն անգամ որ հանդիպինք այսպես ծեր տասախոսության մեջ մեկ հատ նոր հորիզոն կբացվի, նոր տաշտ, նոր տեսլական։ Անգեր դասեմ որ իսկապես տենտակին մտահոգության մեջ է որ նյութը շատ ծանր է եւ ունգընտիրներս բիդի հոգնեցնեմ եւ անկաղավկավարություն գսեբեի իմ կողմից եւ աչքը դարձնեի նյութը ցախը դարձնեի որ ինչպես ավելի հետաքրքրական։ Այո, շատ շնորհակալ ենք եւ ցանցրացնել հոգնեցնել ընդհանրակը։ Հիմա եթե ես սոնդաժ մոնեմ արակ, պիտի ներկաները պիտի թող շարունակի։ Լավ, բահենք մեր ուժերը մեր հաջորդ հանդիպման մինչև մեր հաջորդ հանդիպումը դոկտոր Ապելի հետ արդոնեցեք որ գովաստեմ ոչ վերջնական, սակայն սկզբունքով մեր հաջորդ հանդիպումը դեղի պիտի ունենա 5-շաբթի 22 մայիսին տոնական օրերը անցնենք այսպես Զադիկ Ծաղկազարդ եւ այլն հետո կհանդիպենք մայիս 22 վերջնական չէ կսպասենք դասախոսի հաստատման կգովաստենք բնականաբար հաստատեց մինաս համացայն հաստատեց ահա վասիկ հաստատվեցավ ընկեր Շահյանը հաստատեց Ուրեմն մեր հաջորդ հանդիպումը 22 մայիսին մեր դասախոսն է պարոն Պակրատ Էստուկյանը Բոլսո Ագոս շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբակիր նույնց պիտի ունենանք Թուրքիո ներքին իրադարձությունները ահա վասիկ Տեղափոխվենք այն կողմ եւ տեսնենք ինչ կա չկա Լավ, մինչ մեր հաջորդ հանդիպումը ձեր բոլորին ինչ ասեմ երջանիկ օրեր ձեր զադիգը հարուճան դոնը կշնորհավորենք եւ այլն մինչ մեր հաջորդ հանդիպում ամենայն բարիք ձեր բոլորին առայժմ ցտեսություն Փարիզ զադիգը լավ, զադիգ ամենուց ամեն